Արև ձեզ սիրելի հայրենակիցներ, ինչպես եւ խոստացել էի, մենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ կրկին զրուցում ենք, որովհետեւ առաջին զրույցը սպասվածից շատ ավելի հետաքրքիր ստացվեց եւ բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով մենք շարունակում ենք մեր զրույցը մի նոր podcast եթերի շրջանակներում եւ այսօր մենք կզրուցենք մի այսպիսի թեմայից նաեւ չգիտես ինչու Հայաստանում շատերը ոգևորված էին երբ որ Նախիջևանու կամ Նախիջևանի սահմանին պայթյուն հնչեց որ տեսակ որ պատերազմը մեր քթի տակ է եւ մտավ Հայաստան տեսակ որ խաղաղություն չկա այո տեսակ որ խաղաղություն չկա եւ անհամբեր սպասում էին թե ամերիկյան կամ իսրայելյան հրթիռները երբ են ընկնելու նաեւ Հայաստանի տարածք ու շատ տխրեցին որ չընկավ այդ հրթիռները եւ տխրեցին առավել եւս որ Իրանը եւ Ամերիկան եկան ընդհանուր հայտարարի բայց հիմա ես ուզում եմ խոսել մեկ այլ թեմայից Իրանի պատերազմը եւ Ամերիկայի ներգրավվածությունը բացասաբար արդյոք կազդեն կամ ինչ-որ կերպ կազդեն թրիփ ուղու վրա թե ոչ ձեր կարծիքով Այս պահին որևէ ռիսկ չկա առնվազն իհարկե process-ների դանդաղեցման հետ կապված կարող են որոշակի հարցեր առաջանալ որովհետեւ մենք հասկանում ենք որ ուշադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլորովին այլ ուղղության վրա է բնականաբար տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակի եւ ինչպես դուք իրավացիորեն նշեցիք ամենտեղ ռումբեր էին պայթում քարտեզը որ նայում ենք Հայաստանն էր որտեղ պայթյուններ չկար եւ այսպես ասած կարմիր գոտի չէր մի մեմել էր տարածվում որ վարչապետը կարկանդակ էր ուտում եւ քարտեզի վրա տարբեր տեղեր պայթյուններ էին տեղի ունենում եւ այդ մեմը տարածվում էր արտասահմանյան այո ես այդ դա տեսել եմ ղազախական տիրույթում չգիտես ինչու բայց տեսել հիմա ծիծաղում ենք դա այդքան էլ ծիծաղելի չի ամեն դեպքում բայց արտահայտում էր ամեն դեպքում այն իրողությունը որը որ գոյություն ուներ Այս պահին որևէ ռիսկ չկա, մենք նաև մեր Իրանի գործընկերների հետ փորձում ենք մշտական կապի մեջ լինել, շատ լավ հասկանալով, որ դժվար է եւ ԱՄՆ-ի հետ լինել լավ հարաբերությունների մեջ եւ Իրանի հետ, դժվար է, բայց հնարավոր։ Բայց հնարավոր, կյանքը ցույց է տալիս, որ դա հնարավոր է։ Գիտեք, մենք տաղանդավոր ազգ ենք, չէ՞։ Եվ մեր տաղանդը վերջի վերջո գոնե պետքա օգտագործել։ Միտեղ դրական Հայաստանի համար օգտագործել։ Այսքան ժամանակ մենակ կենացներով ենք մենք ասել, որ դե հայերը սենց, հայերը նենց։ Հիմա պետքա այդ մեր ներուժը, մեր ինտելեկտը, մեր ժողովրդական լեզվով ասած շուստրիությունը օգտագործենք մեր պետության համար եւ օգտագործում ենք ու լավ ամեն Եվ գիտեք, ես կարծում եմ եւ ամերիկացին, նկատի ունեմ ոչ թե շարքային ամերիկացուն, այլ ղեկավար ամերիկացուն եւ իրանցուն, կրկին ղեկավար իրանցուն, շատ པարզ է մեր դիրքորոշումը եւ շատ հասկանալի։ Իրենց համար հասկանալի չէ եւ կարեւորը որ մեզանից վտանգներ չեն տեսնում։ Այո, ընկեր են համարում։ Եվ Իրանի առաջնորդները ի հեճուկս մեր թշնամյաց Եվ Ամերիկայի առաջնորդները մեզ համարում են բարեկամ երկիր։ Եվ դա ցավ է պատճառում շատերին, չգիտես ինչու, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադառնալուց հետո հայտարարեց, որ շատ կառուցողական եւ դրական զրույց եղավ նաեւ Ռուսաստանի ղեկավարի հետ։ Տեսնես ինչու է այսպես։ Փոխանակ ուրախանան, որ մենք լավ հարաբերություններ ունենք, ինչու են տխրում։ Բարդ է այդ հարցին պատասխանելը։ Դե քաղաքական առումով ըստ էության ամեն բան պարզ է։ Այդ մարդիկ ուղարկված են եւ փորձում են Հայաստանը դարձնել հենակետ։ Գիտեք, այստեղ այս մեր առաջին մասում մենք այդպիսի դրվագի չհանդիպեցինք, երկրորդ մասում առաջին անգամ։ Ես ձեզ հետ համաձայն չեմ, գիտեք, ուղարկված բառի հետ։ Ես մի տեսություն ունեմ, կարող եւ սխալվում եմ, որ նրանք ուղարկված չեն, այլ ինքնաստեղծ են։ Ինքնաստեղծ են, ինքնաբուխ են եւ այնպիսի տպավորություն են ուզում ստեղծել, որ իրանք ուղարկված են։ Այսինքն գնում են Մոսկվա, գնում են Մոսկվա, օրինակ, կամ Վլադիվոստոկ։ Չգիտեմ ուր են գնում։ Կալուգա։
գուցե եւ տեսնում են ինչ որ ռուս պաշտոնյայի միջին ասում են որոշել ենք առաջադրվենք ինչ կասես լավ է դե կուլտուրական մարդիկ են ռուսները Հո չի ասելու ասում են конечно да հետո գալիս են այստեղ դա շատ ավելի ուղղճացված ասում են Վլադիմիրը ոչ ասել է այս ինչին ես հիմա անուններ չտամ դու պարտադիր առաջադրվի եւ նրանք է քաղաքականությունից այնքան հեռու մարդիկ են որ ասում են դե որ ասել է ուրեմն ես պետք է ներքաշվեմ նորից քաղաքականության մեջ արդյունքում իրենք դուժելու են այդ փրկիչները ճակերտավոր շահելու են նրանք ովքեր այդ գեղեցիկ սխեման ստեղծեցին ստանալու են հսկայական փողեր այդ նոր փրկիչներից, որոնց անդադար որ ծիծաղելի հարցումներով ասում են շեֆ տես ինչ նահանջարկ ունես դու նահանջելու ինչ դուրս գալ, ինչ բան դու պետք է փրկես հայաց, մարդիկ սպասում են, այդ կեղծ բաներով իրանք փող են աշխատում, նոր ավտոմեքենաներ, նոր տներ, իսկ ընտրություններից հետո իրենք անգիր գիտեն ինչ են ասելու, շեֆ կեղծեցին եւ տես ինչ եղավ։ Ես մի հատ ուրիշ չէ բացառելով ձեր սցենարը։ Ես ասում եմ, սա վարկածա տեսություն։ Ես էլ մի հատ ուրիշ սցենար ունեմ, այլ իմ նորվա ասածից տարբերվող սցենար եմ ասում հիմա։ Ես էլ կարծում եմ, որ էլի իրանք մեկը խոսում են հնարավորինս ինչ որ անհայտ ցածր չինովնիկների հետ, բայց այդ մարդիկ իրանց ողջ կապիտալը, ունեցվածքը, կապերը գեներացրել եւ ստեղծել են X տարածքում եւ այդ մարդկանց ուղակի ասում են Ժորժ ջան, եթե դուք ուզում եք սա ունենաք, սա պահպանվի, պետքա գնաք եւ ուրեմն վերադարձնեք մեր իշխանության տիրույթ, ուրեմն այս տարածքը։ Այլի առանց անունների ենք ասում։ Հիմա դա այդ տարածքը կարող է լինի մի դեպքում Հայաստանը, մյուս դեպքում մեկ այլ պետություն, այդ արդեն այսքան էլ էական չի։ Բայց կոնկրետ եթե Հայաստանի մասին ենք խոսում, եւ այդ մարդիկ շատ լավ իմանալով, որ այդ հարցումները կեղծ են, շատ լավ իմանալով, որ ժողովուրդը իրանց ընդհանրապես չի սպասում, պետքա մի բան անեն եւ գալիս են այստեղ, սկսում են իմիտացիա բուրնեի ձեծելնստի ծավալել, իրոք տեսեք մենք այստեղ ինչ ենք անում, շատ լավ իմանալով, որ ոչ մի բան էլ չեն անում, որ վերջում մեկը ձեր ասածն է լինել ընտրություններից հետո, այո, խայտարակվում են, փողել են ծախսում, ամեն ինչ էլ անում են, որ այնտեղի ունեցածը հանկարծ չկորցնեն։ Պարոն Հովհաննիսյան, երեք կամ չգիտեմ արդեն որ օրներ, արդեն մոռացա, երբ որ մենք ազգային ժողովում նիստ էինք անում, ես ձեր դեմքին նայեցի մի բան, եւ զգացի, որ դուք շատ վախեցած եք, սարսափի մեջ եք, եւ ձեր ցույցի ժամանակ, այո, ինչ որ ցույց էր, եւ ասում էին, ես եթերից տեսա, որ ասում են, որ ազգային ժողովում ցնցումների մեջ են վախից։ Ինչու եք վախեցել։ Սարսափել ենք, ճիշտ ասած, արհեստական ինտելեկտը շատ է վախացնում ես վերջերս։ Այո, իսկապես դες խնդիր կա։ Չէ, իսկ եթե լուրջ ամոթ է ուղղակի էլի անկեղծ։ Ամոթ է ուղղակի։ Ես նայում եի, հետո տեսա, որ էլի ավտոբուսներով մարդկանց են բերում։ Նո, երկու մեծ ավտոբուսով բերեցի մի սպրինտերի ժողով։ Այդ մարդիկ էլ տեղյակ չէին երևի ուր են եկել, ինչի համար են։ Եվ այստեղ կգեն ես այդ ավտոբուսի մեջ մեկը պետքա լինի, այն գիտեր են լինում, չէ՞ որ բացատրի մինչև տեղ հասնելն, ասենք, այդ մի 200 մետր ճանապարհի վրա հնարավոր էր բացատրել, էլի ինչ որ մի։ Դա գիտեք, այդ իմ ասածն է, իմիտացիա բուրնեի ձեծելնստի, որ այնտեղ նայեն, ասեն նայեք, ստեղ ինչ են անում են։ Բայց տեսեք, ինչ հետարքիր մենք ես չգիտեմ քաղաքացիական պայմանագիրը ժողովրդավարություն ասելով ինչ նկատի ունի, բայց ես չեմ կարծում, որ ժողովրդավարությունը դա նա է, որ 14 տարեկան երեխաներին խաբում են ու տանում են քաղաքական ակցիայի ուժեղ մարդուն պաշտպանելու համար, այսինքն ուժեղ մարդը խաբեությամբ տարված 13-14 տարեկան երեխաների պաշտպանություն ունի, դա ժողովրդավարություն է։ Մենք դա պետք է հանդուրժենք որպես պետություն։ Ժողովրդավարություն է, ոչ ուժեղություն է, դա ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեցող process է։ Գիտեք, չեն հասկանում
իրանց արած սխալներից էլ օրինակներ չեն վերցնում այդ մարդիկ, որ ծնողներից մեկը այդ երեխաներից ծնողներից մեկը ինձ դիմեց, ասեց, իսկ ով է պատասխան տալի, երեխան գրանցվել էր որ գնա պաղպաղակ վաճառքի ակցիայի, այդպիսի կայքեր կան, որտեղ տեղահասները գնում են աշխատանքներ են կատարում, շատ նորմալ է, շատ ողջունելի է, էլի մեր նոր սերունդի դրական հատկանիշներից է, որ երեխեն 13-14 տարեկանում արդեն մտածում է տանը օգուտ տալու մասին, եւ այդ երեխեքին, այդ լուսավոր լավ երեխաներին խաբել են, ասել են ձեզ տանում ենք այս ակցիայի այդ պաղպաղակի ու տանում են ինչ որ ուժեղ մարդու պաշտպանելու համար իրանց ծնողները կգան փորձեն պաշտպանել իրանց երեխեքին, բայց խեղճ տատիկ պապիկներին ով պետք է պաշտպանի։ Մենք պետք է պաշտպանենք։ Այո, մենք պետք է պաշտպանենք եւ այսպիսի մի անցում անեմ, մենք այդպես էլ կանթոտ կարող ենք քննարկել այդ վարկածները, մի անկախության մի հակափաստարկել կա։ Դուք ո՞նց եք պատրաստվում ադրբեջանցիների հետ ապրել, առանց կոնկրետացնելու նկատի ունեն հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան, թե ասենք ինչ որ X օր մի մարդ ուզում է գնա եւ Բաքվում զբոսաշրջիկ որպես լինի, մտածում են կարող է վտանգ անել։ Ձեր կարծիքով, այս միտքը ինչու են տարածում, դուք ո՞նց եք ապրելու ադրբեջանցիների հետ։ Դե օգտագործում են մեր վախերը եւ այսօրվա անկախականները խաղաղության ընդդիմացողները հիմնականում մեր վախերն են օգտագործում, էլի։ Նախորդ հաղորդմանը, երբ որ խոսում ենք կամ թուրքական վիլայեթես կամ ռուսական գուբերնիա, դա էլ է մեր վախերի մասին։ Մեր վախերն են, ասում են կամ էս սրնելու կամ էս նայ։ Հիմա նույնն էլ ստեղ է, ասում են դու կգնաս այնտեղ քարով կտան գլուխդ կջարդեն հենց գնացիր Ադրբեջան։ Կամ հակառակը։ Ես չեմ բացառում, որ ինչ որ մեկը, ինչ որ միտեղ, ինչ որ մեկի գլուխը կարող է տա քարով բացի, այսօր, հիմա կամ երեք կամ դա կարող է լինել նաև Ռուսաստանում, Բելգիայում եւ Նորվեգիայում անգամ։ Իսկ հաշվի առնելով կոնտեքստը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև էս եղած հակամարտությունը, զոհերը եւ այլն, բարձր որ մեզ երկար ժամանակ է պետք գալ հասնելու համար համակեցության որոշակի շատ երկար ժամանակ, որովհետեւ մեր անկախության հակառակորդները եւ նաեւ Ադրբեջանի հանկախության իրենք անդադ բարոյական լարերին են կպչում, անդադ ասում են այ ադրբեջանցիներ ոնց դուք պատրաստվում եք այն հայերի հետ հաշտ ու խաղաղ ապրել, որոնք ձեզ այսքան նեղացրել են մեղմ ասած, ու նույնը հակառակը։ Բնականաբար երկու երկրներում էլ գտնվելու են մարդիկ, որոնք ընկնելու են ծուղակը։ Բնականաբար Բայց այստեղ կարևոր է երկրի ղեկավարների պահվածքը։ Հիմա ես գործի բերումով որպես падգամավոր, ինչպես նաև դուք պարտավոր ենք հետևել, թե մեր հարևան երկրների առաջնորդները ինչ են ասում, ինչ են խոսում, եւ եթե նկատել եք վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարներն ու ղեկավարությունը կտրուկ փոխել է իր խոսույթը։ Ինչը մեծ տխրություն է առաջացրել էլի ոմանց մոտ ու ասում են այդ կերպ փորձում են ազդել ընտրությունների վրա։ Ասում են ձեզ բան են անում, աջակցում են։ Այսինքն եթե հարևան երկրի առաջնորդը սպառնալից չի խոսում, ինչ որ սպառնալիքներ չի հնչեցնում, չի վիրավորում, դա վատ է, այսինքն պետքա անդադ մենք սպառնալիքի տակ ապրենք։ Չէ, վատ է, որ ստացվեց այն բարեբախտությունը, ես դա բարեբախտություն եմ համարում, անկախ մեր ձգտումներից, որ ԱՄՆ-ում նախագահ դարձավ Թրամփը, որը խնդիր դրեց նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը։ Որովհետև դրանից մի ամիս առաջ մենք կարող է չպատկերացնենք նման հաջողության կարող։ Ու որևէ մեկը չէր պատկերացնում, որ այսքան կտրուկ կփոխվի։ Եվ երբ որ սահմանազատումը 10 ընդամեն 12.5 կիլոմետրանոց հատվածը ինքը ունեցավ այնպիսի էֆեկտ, որ ազդեց նաև այն դեռ չսահմանազատված հատվածին եւ մեր սահմանում այսօր խաղաղություն է։ Բայց ինչ են անում այդ որոշ շրջանակներ ամեն ինչ անում են, որ Ադրբեջանից ամեն դեպքում հնչի սուր խոսք։
ստեղից անում են արտահայտություններ շատ լավ իմանալով, որ ցանկացած հայտարարություն հակազդեցություն է ունենալու։ Ոնց որ այնտեղից հնչող վատ հայտարարությունն է ստեղից ունենում, հակազդեցություն նույնն էլ այստեղից հնչող հայտարարություն եւ այս դրա հետևանքով փորձում են նաեւ էլի ստվեր գցել այն process-ների վրա, որոնք այսօր տեղի են ունենում խաղաղության հետ կապված։ 1905-1907 թվականների որոշ թերթերի ծաղրանկարներ եմ տեսել, որտեղ ծաղրանկարով ցույց էին տալի, որ ինչ որ վատ մարդիկ, իմպերիալիստներ, ինչպես են հայերին ու թաթարներին միմյանց հետ տանում բախումների, որ օգուտ որ իրանց շահ ունենան ու կոչեր էին անում։ Ես հիշեցնեմ, որ այդ ժամանակ Հովհաննես Թումանյանը սպիտակ դրոշով հայերի եւ ադրբեջանցիների գյուղերով, այդ դիրքերով անցնում էր եւ բացատրում այդ երևույթը, որ դուք ինչ ունեք իրար սպանելու կամ իրար ոչնչացնելու, բայց ցավոք սրտի այն ժամանակ չհաջողվեց, որովհետեւ համապատասխան միջավայր չստեղծվեց։ Հիմա կոմունիկացիան բոլորովին այլ է, ինտերնետ կա, ամեն ինչ բաց է, ես պատկերացնում եմ, որ եթե այն ժամանակ լիներ այս Facebook-ը, դա կլիներ եւ դրական եւ բացասական եւ պատկերացնում եմ որոշ հայրենասերներ, ճակերտավոր հայրենասեր Հովհաննես Թումանյանին ինչեր էին գրելու։ Էլ թուրք, էլ դավաճան, էլ չգիտեմ ինչ, որ ԱԴՆ-ի ջարդերից հետո երիտ թուրքերի հետ պայմանագրեր կնքվեցին 20 մանդատ ունենալու համար պարլամենտում, ինչ էին գրելու մարդկանց։ Գրելու են դավաճան են, թուրք են, բայց ես դա գիտեք մեր պետականություն չունենալու պատճառով այդպիսի մտքեր, երևույթներ կարող է տեղի գտածել, որովհետև հեշտ չի 1000 տարի պետություն չունենալ։ Դա ազդելու է մտածողության վրա, վարքի վրա, ամեն ինչի վրա, բայց այսօր դրա ազդեցությունը մենք տեսնում ենք։ Մենք այսօր մի խնդիր ունենք դեռ կերտել պետություն ունեցող ազգ։ Ցավոք սրտի մենք պետություն ունեցող ազգ էինք եւ մինչեւ լավագույն դեպքում 1400-ական թվականները Կիլիկյան հատվածում, 1100-ական թվականները Մեծ Հայքի հատվածում, հայկական բարձրավանդակի հատվածում։ Հետո դա բնականաբար ընդամենը 4 սերունդ է բավական իրար հետևից, որ մենք հասկանանք, տեսնենք, որ մարդը մոռանում է ինչա պետությունը։ Ես ձեզ մի հետաքրքիր օրինակ բերեմ, արմենականների հուշերից կարդացել եմ, ասում եմ, երբ որ իրենք կուսակցությունը, երբ որ արմենականների ստեղծվեց, ասում եմ, որոշեցինք գյուղ, քաղաք գնալ, մարդկանց մոտ անկախության, ազատության ալիք առաջացնենք եւ ասում եմ, մենք բացահայտեցինք, որ հայ մարդը անգամ չգիտի, որ ինքը թագավոր է ունեցել։ Այսպիսին էր վիճակը Հայաստանում 1890-ականներին եւ 1900-ականների սկզբին։ Վերացրել էին պետական մտածողությունը։ Մարդը չգիտեր, որ ինքը պետություն է ունեցել, ինքը թագավոր է ունեցել, ասում եմ, մեզ ասում էին, մեր թագավորները քուրդ աղաներն են, ինչ հայ թագավոր, ու ասма ծիծաղում էին մեր ասացի վրա։ Սրանք հուշեր են ժամանակակիցների, ու այդ մարդկանցից մենք եկանք 1918-20 կարճ, հետո սովետական Հայաստանի հատվածը, հիմա անկախության հատվածը, ես դրա համար եմ ասում, մենք հսկայական ջանք պետք է գործադրենք պետական մտածողություն ունեցող ժողովուրդ, այ ինչպես իրանցիներն են։ Հազարամյակներով անդադար պետականություն ունեցող ազգը ինքը գիտի երբ պետք է գնա հաշտության, երբ պետք է կռվի եւ դա հենց պետք է մեռնի։ Այո, եւ երբ պետք է գնա հրթիռները ասի ին վրա գցեք էլեկտրակայանի մոտ նստած, ես այդ կադրերը երբեք չեմ մոռանա։ Դա պետություն ունեցող ազգի ցուցիչ էր։ Եվ մենք պետք է գնանք ու հասնենք այդ կետի, որովհետեւ մեր գեներում դա դրած է, մենք էլ ենք երկար տարիներ պետություն ունեցող ազգ եղել։ Բայց դա ընդհատվել է, հիմա պետքա վերականգնենք։ Եվ բայց մենք տեսնում ենք հիմա, չէ՞, որ դա ամեն դեպքում նոր սերնդի մոտ այո, եւ դա արագ այդ գեները վերականգնում են, որտեւ այդ գեները եղել է այնպես չի, որ մենք պետականություն չենք ունեցել, բայց մեր գեներում ԴՆԹ համակարգում դա դրված է, այդ
պետություն ունեցող մարդու տեսակը ի վերջո Արամ Խաչատրյանը պետքա այդ գեները արտնացներ իր մեջ, որ այդպիսի հզոր գործեր ստեղծեր։ Նույնը Արնո Բաբաջանյանը։ Եվ ես ընդհատեցինք մեր թեման։ Դուք տեսնում եք, չէ՞ որ մենք կարող ենք եւ նորմալ հարաբերություններ հաստատել եւ Ռուսաստանի հետ, եւ Իրանի հետ, եւ Ամերիկա, եւ ամենակարևորը գտնենք բանաձևը մեր 4 հարևանների հետ ապրել։ Այդ ամենակարևորն է, հա։ Դուք ինչ եք կարծում, լավատես եք թե հորետես։ Ես շատ լավատես եմ եւ ես ամեն օրի աշխատանք եմ կատարում այդ ուղղությամբ, որ մենք այդ բանաձևը վերջապես գտնենք ու մեր ժողովուրդն էլ հասկանա, որ մենք այստեղ ենք ապրում եւ մեր հարևանների հետ պետքա առնվազն կառավարելի հարաբերություններ ունենանք, խաղաղ պայմաններում իրար հետ ապրենք։ Ես ամռանը գնում էի տատիկի տուն, Գիրանց գյուղ։ Գիրանց գյուղի ամիջական հարաբերությամբ գտնվում էր Խերմլու գյուղը, ու հետո մենք իմացանք նոր, որ ճիշտ անունը Խերմլի, բայց մենք Խերմլու էինք ասում։ Ու դե երբ երեխա ես շփվում ես, հետարքիր է, իրանք ինչու են այլ լեզվով խոսում, հետո մի քիչ անցումա կարդում ես, որ խնդիրներ են եղել 5-7 թվականներին, 18-20 թվականներին, ու ես տատիս մի օր հարցրեցի, ասում եմ, տատ, դու արդեն 20 թվականին մեծ աղջիկ էիր, 9-10 տարեկան, դու կհիշես ադրբեջանցիների հետ, երբ սկսեցիք շփվել այդ մարտական, պատերազմական գործողություններից հետո, տատս ասեց, մի տարի խռով մնացինք, հետո սկսեցինք նորից գնալ գալը։ Այսինքն ժողովրդի մակարդակով պատերազմը դա օտար երևույթ է, բացի լա հիվանդագին։ Ես կարծում եմ մենք պետքա առնվազն Ադրբեջանի հետ ծրագրեր իրականացնենք սահմանի վրա, համատեղ շուկաներ ունենանք։ Հիմա առևտրաշրջանառություն քիչ թե շատ սկսվել է։ Մեր մոտ էլ կան ադրբեջանցիներին հետաքրքրող շուկաներ եւ օրինակ բիզնեսը հիմա շատ հետաքրքրված է թե ստեղի թե ընդեղի բիզնեսը բնականաբար եւ այս մակարդակում ուզենք թե չուզենք եթե խաղաղությունը լինի հարաբերությունները հաստատվելու մեզ ասելու են դուք դավաճան եք ոնց եք քարոզում Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենալու ես ուզում եմ ասեմ որ մենք այդ քարոզը չենք անում մենք ուզում ենք ապրելու բանաձևը տանք պետությունը պետք է ապրի այո մենք եթե դու չկարողանաս գտնել քո հարևանների հետ հարաբերվելու բանաձևը դու դատապարտված ես կործանման որտեվ այդպես չի լինում մեկ էլ ես ինձ ինչ հիշում եմ 90 թվականին եմ ես ծնվել ես ինչ հիշում եմ մենք շրջափակման մեջ ենք մի հատ Լարսնա մեկ էլ մեր իրանցի բարեկամներն են ուրիշ փրկություն մենք չունենք ժողովուրդ ջան ապա շրջափակվել ենք վերջ ինչ եք ուզում տեսեք ձեր սերունդի համար շատ ավելի բարդ է իրականում այդ անցումը բավականին բարդ է իմ համար շատ դաժան է վերջին տարիների իրադարձությունները միջով անցնել ու ընկալել թե ինչա տեղի ես դա տեսակ իրանցում երբ որ մի օր եկան ասեցին պետքա սահմանը գծենք այն մարդիկ որոնք իմ տարիքի են մի փոքր ու մեծ ասեցին դե որ մենակ ճիշտ կգծեք իրանք գիտեին է որտեղ պետքա գծեն գիտեին հիմա գիրանցեցիների նեղացածությունը ինչից առաջացավ ասում են դուք սխալ եք գծում սահմանը սենց է անցել ցավոք սրտի այդ սովետական փաստաթղթերը որակյալ չէին ես հասկացա բայց դա այլ թեմա է մի օր էլի հուսով եմ կզրուցենք այդ մասին բայց փոքր սերունդը ասում էր ի՞նչ սահման ո՞նց որովհետև իրանք իրական ես այդ երեխեքին այդ մեծ արդեն երիտասարդներ են մեծ մարդիկ են իրենց հասկանում են որովհետև իրենք դա չեն տեսել իրենք չեն պատկերացնում ոնց թե այդտեղ գյուղ ա եղել այդտեղ մանավանդ որ հիմա ամայությունն է հատվածում սահման ա եղել բայց հետո ասենք հիմա գիտեք ինչն են գնահատում մի օրինակ բերեմ
էլի անդադ իմ մտքում Գիրանցն է, Գիրանցից եմ օրինակ բերում։ Դե լավագույն օրինակը հիմա խաղաղության։ Տեսեք, դրա համար Նիկոլ Փաշինյանն էլ ասել, չէ, Գիրանցը 4-րդ Հանրապետության խորհրդանիշն է ու իրոք դա այդպես է։ Մեր հյուրերին տանում ենք Գիրանց, ասում ենք էսա խաղաղություն։ Հիմա տեսեք, ինչ հետարքիր օրինակ է։ Ուրեմն շինարարություն է, աշխատում են Երևանից եկած վարպետներ եւ կողքին Իջևանի, Սևքարի, Կիրանցի վարպետներ։ Գործիք կա, օգտագործում են Երևանից եկածները եւ կրակոցի ձայնը։ Ամեն մի կրակոցից այս Տավուշի մարզի ապրող շինարարները վեր են թռչում։ Հետո գործիքից հետո ասում են, տղեկ դուք մի քիչ զգուշ, մենք 35 տարի այդ ձենի տակ ենք ապրել ու դեռ չենք ընկալում, որ այդ ձենը կրակոտ չի։ Մենք դա մեխանիկորեն միանգամից գալիս ենք նրան, որ դա կրակոց է։ Այն որ ասում են ինչ անշանակում ապրել խաղաղության մեջ, ինչա պատերազմում, որևէ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց Գյումրիում, Երևանում, Վանաձորում ապրողը, երբ որ այդ կրակոցի ձայները չի լսել, ինքը պատերազմի ընկալումը իր մոտ ուրիշ ձև է։ Իրական, երբ որ կոմբայնավարը նստում էր եւ ցորենը հնձում էր ու մտքին գիտեր, կամ կկրակեն, կամ չեն կրակի։ Այ որ ասում են հերոսներ, հերոսը այդ մարդիկ են եղել, որ 30-35 տարի մշտական կրակոցի տակ ապրել են։ Բայց մարդիկ ասում են մենք խաղաղ ապրում ենք։ Այդ մարդիկ գիտեք ովքեր են, որ նախ կհիշեք, դուք էլ այդ օրինակը բերեցիք, որ թերթեր ամեն օր կայքում ինչ էին կարդում։ Ամեն օր կարդում են տեղի ունեցել վիրավոր դիվերս։ Էս եւ վերջերս այդ թիվը բերվեց, որ 96-ից մինչեւ 2016 թվականի ապրիլյանը հարյուրավոր սոհեր են եղել։ Մոտ 400 կարգի, ես չեմ ուզում հիմա թիվ ասեմ, որովհետև ամեն հարյուրավոր են այդ զոհերը, հարյուրավոր են։ Սահմանային կրակոցից զոհված մեր հայրենակիցները։ Երեխեքը ու մարդիկ ասում են, որ խաղաղ ապրում են։ Դե գիտեք ինչ, կարելի է հանուն սրտի դողով երեխեքին ուղարկում էին բանակ։ Հիմա այսօր Գիրանցում երեխեքը դպրոց են գնում պետական սահմանից 50 կամ 60 մետր հեռավորության վրա։ Ու հանգիստ են գնում ու միշտ էլ գնալու են հանգիստ խաղում են իրանց սիրուն դաշտը հենց ֆուտբոլը մի օր կգնանք միասին այդտեղ կխաղանք ու մարդիկ կհասկանան ինչա խաղաղությունը իմ երբ որ ինձ ուզում են վիրավորեն ասում են դու նիկոլական ես ասում եմ եթե նիկոլական ասելով հասկանում եք խաղաղության համար կռիվ տվող մարդուն այո ես խաղաղության համար եւ Հայաստանի արժանապատիվ կյանքի համար կռիվ տվող մարդ եմ Էս է իրականությունը։ Ես հիմա որ sense ամփոփենք մեր երկու մասանոց զրույցը։ Ես ուզում եմ ուղղակի տեսնեմ, ես եմ ինձ համարում լավատես, խափում եմ ինձ, թե դուք որպես ավելի երիտասարդ սերունդ ինչ եք կարծում մեր Հայաստան պետությունը, ինչպիսին է լինելու 50 տարի հետո։ Ես կարծում եմ, որ մեր երեխաները պատերազմ չեն տեսնելու։ Ես ունեմ 8 եւ 11 տարեկան երեխաներ։ Ու իրանք այն տարիքում են, որ 44 օրի ժամանակ արդեն գիտակից են եղել, եկել են ինձ հարցրել են, թղթի վրա տանկ են նկարել հայկական դրոշով։ Ու դրանից ես համ ներվայնանում էի, որովհետև ասում եք քո մեջ խի է այդ։ Կներեք, ընդհատեմ այդ օրերին ես եւ պատերազմից հետո էլ գիտեք ինչ հետարքիր են երեխեքը։ Իրենք նոր տեխնիկաներ էին նկարում ասում են այս տեխնիկայով մենք կկարողանանք ավելի լավ պաշտպանել Հայաստանը ավելի հզոր դարձնել մեր երկիրը բայց մեր սերունդը իմ առավել եւս եւ նաեւ արդեն ձեր իրոք պարտավոր ենք այդ երեխեքի համար ապահովել հարատև խաղաղություն ամեն գնով մենք պետք է այդ խաղաղությունը ապահովենք ամեն գնովի հետ չհամաձայնվեն ոչ անկախության գնի չէ դա այդ չի քննարկվում անկախության հարցը չի լավատեսական նոտայով ես ուզում եմ ավարտենք ու նաև ասեմ որ մեր հայրենակիցներին որ ինձ թվում է դուք կմիանաք որ պատերազմ չլինելու գրավականներից մեկն էլ արդար Հայաստանի ստեղծումն է որտեղ մարդը պաշտպանված է որտեղ մարդը ազատ է որտեղ մարդը պետական ապարատի կամ թաղային հեղինակությունների կողմից ոնց ասեմ չգիտեմ հալածանքների վիրավորանքների չեն ենթարկվում եւ
պետական ապարատներ հուսանք մի օր կգային հատվածի ծառայումը բացառապես ժողովրդի բարեկեցության համար եւ այս այն կոռուպցիայի դրսևորումներից սկսած միջև դա արմատախիլ կանենք հնարավորին չափ, որովհետեւ ինչքան դու կոռուպցիայից զերծ ես, այնքան ուժեղ ես, այնքան խաղաղ ես։ Միանշանակ։ Ես կարծում եմ, Միանշանակ։ այդպես է։ Միանշանակ։ Շատ շնորհակալ եմ շնորհակալ։ մեր Շատ զրույցների հետաքրքիր համար, այնքան հետաքրքիր էր, որ մի նոր ոդքասթը արդեն մի մակարդակ դրեց, որ մեր հետագա Անունը շատ հետաքրքիր է ոդքասթը։ մի նոր ոդքասթի հաջորդ մասնակիցները կարծում եմ այս դիտելով մեր զրույցը պետք է հասկանան, որ այստեղ մի այլ կարգի հետաքրքիր մտքեր են լինելու։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, միջ հանդիպում, ստեսություն։